Կարմիր գորգով անցնում են փոքրիկ երաժիշտները, մեծ ոգևորությամբ ու ձեռք-ձեռքի տված հասնում բեմին, պատրաստի ցույց դնելու ստացած գիտելիքները։ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում մթնոլորտը տոնական էր, քանի որ ամեն տարվա նման երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում բեմ են բարձրանում այս տարի թվով 35 առաջին դասարանցիները։ Այս միջոցառումը արդեն բավականին մոտ մի 25 տարի է կատարվում է իմ կողմից, որպես տնօրեն ես հենց առաջ դասարանցիների ակայլն եմ արել եւ հունիսի 1-ը քանի որ ամբողջ աշխարհում տոնում են երեխաների պաշտպանության օրը, ես այսպեսի գեղեցիկ միջոցառում եմ մտածել, որ առաջի քայլերը պետք է լինեն եւ այդ երեխաները առաջի անգամ պետք է բեմարտակ դուրս գան։ Ջութակ, դհոլ, դաշնամուր, վոկալ եւ այլն բոլոր բաժինների սաներն են բեմին։ Դաշնամուրի բաժնում է սովորում փոքրիկ Վալենտինան եւ դասերն է սիրել եւ գործիքը եւ բեմը։ Ես Վալենտինան եմ, այսօր առաջին անգամ բեմ եմ բարձրանալու երեխաների հետ։ Ուրախ ես դրա համար Վալենտինա։ Այո, Ինչ ես նվագելու դու։ դաշնամուր։ Ժողովրդական ու դասական կատարումներով հանդես եկան օրվա հերոսները։ Ես վոկալի առաջի դասարանի աշակերտուհի Մագդա Սուկյասյանն եմ։ Այսօր շատ ուրախ եմ, քանի որ իմ առաջի բեմելն է։ Ես բարձրանալու եմ այսօր առաջին անգամ բեմ եւ նվագելու եմ դհոլ։ Պատվոգրեր ու նվերներ էր պատրաստել դպրոցը երեխաների համար, սակայն Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում տոնական օրվա անակնկալները այսքանով չեն ավարտվում։ Դեպի Հայք հիմնադրամի ու Գյումրու համայնքապետարանի ջանքերով դպրոցն արդեն ունի 2 նոր դասարաններ, որոնք կծառայեն դուդուկի եւ հարվածային գործիքների պարապմունքներին։ Երեխաների համար դա շատ հետաքրքիր է, որ ասենք վերանորոգված դասարանում իրենք պետք է ելույթ ունենան, նվագեն, պարապեն, աշխատեն երեխաներ եւ մեր մանկավարժների համար էլ էր շատ յուրահատուկ հետաքրքիր էր, որ դասարան ունեցանք մենք եւս ավել նորից 2 դասարան։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ ասեմ, երբեմն համայնքային միջոցները չեն տալիս հնարավորություն անել այն ամենը, ինչ անում ես, եւ այստեղ է որ օգնության են հասնում միջազգային համագործակցային ծրագրերը, վերջին տարիներին մեզ մոտ ոնց որ թե դա ահագին լավ է ստացվել։ Երաժշտական դպրոցում աշխատանքը 2 փուլով է ընթացել, աշնան ընթացքում կատարվել է քանդման աշխատանքները եւ արդեն 25 թվականի գարնանը նորոգման աշխատանքները։ Դպրոցում հույս են հայտնում, որ նման համագործակցությունները կլինեն շարունակական ի նպաստ դպրոցի բարգավաճման։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին։ Վարչապետը ողջունել է այցը եւ նշել, որ վերջին տարիներին Հայաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների հետ։ Տեղի են ունենում բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով զարգանում է համագործակցությունը նաեւ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում, մասնավորապես փորձի փոխանակման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ Վարչապետն անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նշել է, որ կողմերն այժմ համագործակցության նոր օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում։ Ակնկալվում է, որ այն նորազդակ կհաղորդի կազմավոլորտ կապերի հետագա ընդլայնմանը։ Հաջորդ թիվ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ինչպես նաև միջազգային նշանակության թեմաների։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի եւ ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նորարարությունների մրցակցային հիմնադրամի եւ Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակում։ Մասնավորապես վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիան, ֆոտոնիկայի եւ արհեստական բանականության լաբորատորիան, օպտիկական միկրոհամակարգերի լաբորատորիան եւ այլ կենտրոններ։ Հետզյուրեղների լաբորատորիան է, ինչպես է ձևակերպվում այն հարցը եւ ով է ձևակերպում այն հարցը, որը պիտի հետազոտվի։ Հիմա բարձր միշտ եղել է թեման, բայց հիմա կոնկրետ հետազոտությունը Իհարկե հետազոտողն որ հարցի պատասխանն ենք ուզում գտնել, այդ հարցը ով է ձևակերպում, գրանտային թեմաները, այդ պրոցեսը պարոն վարչապետ, հիմնականում մեքերից վերել է, այսինքն հիմնականները իրաց հիմնական հարցումների հիման վրա ծրագիրը գրում են, օրինագիտության կոմիտեի քննարկումը, գրախոսների եւ այլն որոշումը։ Այսինքն միայն այդ ուղղությամբ ինձ նույն այդպիսի թեմա, որ բարձրագույն գիտության գիտության կոմիտեն ասում, որ ես հայտարարում եմ դրամաշնոր այս թեմայով, այս թեման հետազոտարի առաջի անգամ ունենալու են թեման աշխատելու, թերապևտության ներկայացուցիչների գիտնականների եւ առանձնացրել ենք թեմաների վերնագրեր, որոնք հենց պետության տարիքներից են։ Պետության տարիքների տարբերելու նախաձեռնությունը կամ նախնական միտքը գիտնականներից է, գերատեսչություններից է։ Գերատեսչություններից թեմաները, գիտնականների հետ պարզապես այդ թեմաների վերնագրերը գիտական թեմայի վերնագրի տեսքի են եւ հիմա մտքերը հանել են։ Մենք այդպիսի մտքեր ունենք, որ մենք նաեւ փորձենք տնտեսությունից հավաքել հարցեր եւ այդ կամուրջը։ Չնայած ենթադրում եմ, որ նախարարություններն են գերատեսչությունները իրանց հերթին էլի տնտեսությունից են վերցնում, բայց նաեւ ուղիղ կապը, որպեսզի նաեւ իրական տնտեսությունը գիտության ֆինանսավորման իր մոտիվացիան գտնի եւ տեսնի, որ ինքը կարող է սկսած ամենապարզ արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրում անել եւ հավատա, որ Հայաստանում կա գիտական ներուժը, որ իրան կօգնի այդ հարցի պատասխանը գտնել։ Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ նորաստեղծ հուշ պուրակը, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին։ Վարչապետը ծաղիկներ է խոնարել եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում, վարչապետին ներկայացվել են մանրէների նյութափոխանակության լաբորատորիան, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոնը, փորձարարական ախտաբանության եւ բջջային ազդանշանի փոխանցման գիտական լաբորատորիան։ Նշվել է, որ 22-24 թվականներին պետական բյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար ձեռք են բերվել շուրջ 3 միլիարդ դրամի գիտական ու լաբորատոր սարքավորումներ։ Երևանի պետական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել դասախոսների եւ ուսանողների հետ, ներկայացրել իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Զորամասում անցկացվում է անվտանգության օր, որի նպատակն է Մայիսի 16-ին զինված ուժերում անվտանգության օր էր նվիրված զինվորական ծառայության անվտանգության ապահովմանը։ Ավելի քան 1 տասնյակ բացազատված ուսումնական կետերում գործնական պարապմունքներ են։ Այստեղ օրինակ զինծառայողները յուրացնում են ձեռքի նռնակների նետման ժամանակ անվտանգության կանոնները։ Այստեղ էլ վերհիշում, թե ինչպես պետք է վարվել զենք զինամթերքի հետ։ Ուսումնական կետի ղեկավարը հերթականությամբ ներկայացնում է հրաձգությունից առաջ եւ հետո զինանձնակազմի գործողությունների ճիշտ հաջորդականությունը։ Այն զինծառայողները, ովքեր չեն յուրացրել անվտանգության կանոնները, չի թույլատրվում հրաձգության մասնակցել։ Բարոյնայք կուրսանտներ, եթե նույնիսկ ամրացրած չի պահել ստատուտը, չի թույլատրվում տվյալ զենքը պահել մարդկանց
ուղղությամբ։ Իմ համար առավել կարևոր էր եւ ավելի հետաքրքիր զենքերի եւ նռնակների հետ կապված միջոցառումները, քանզի այս պարագայում այս մոտակա 2 տարի ընթացքում մենք շատ ենք առնչվում թե նռնակների, թե զենքերի հետ մանավանդ։ Պետք է ճիշտ իմանանք նռնակների եւ զենքերի հետ վարվելու ճիշտ կանոնները, որպեսզի դժվար պատահարներ չպատահեն։ Ժամկետայինները, սպաներն ու պայմանագրայինները սովորեցին նաև, թե ինչպես պետք է աշխատել թունավոր հեղուկների, վառելիքաքսուկային նյութերի հետ, ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել օրինակ վերջույթի վիրավորում ստացած կամ արյունահոսող վերք ունեցող զինակցին։ Կապ չունի վիրավորումը որտեղ ա եղել, այս հատվածում ա եղել ձեռքի թե ավելի բարձր, թե ավելի ներքև, լարանը տեղադրում ենք վերջույթի ամենաբարձր կետով, տեղեք, այս ուսագոտու հատվածում ենք տեղադրելու։ Առաջի պտույտը պետքա լինի ամենաձիգը։ Ստորաբաժանման հրամանատար Արամ Հարությունյանը արձանագրում է, որ սա պլանային միջոցառում է, անցկացվում է տարվա ընթացքում 4 անգամ, առաջինը զորակոչից անմիջապես հետո։ Սպայական կազմը նոր համալրված անձնակազմին հրանգավորում եւ սովորեցնում է տարբեր նյութերից զենք զինամթերքից անվտանգ օգտվելու կարգը։ Անձնակազմը եւս մեկ անգամ ամբողջ կազմով ուսումնասիրում է այդ անվտանգության կանոնները։ Չնայած ամենօրյա պարապմունքների գործունեության արդյունքում հրամանատարական կազմի կողմից հրահանգավորվում է անձնակազմը պարապմունքը սկսելու կամ ինչ-որ միջոցառում կազմակերպելու համար, բայց սա խորհրդանշական է նրանով, որ անմիջապես ղեկավարում է զորամասի հրամանատարական կազմի կողմից, հատկապես զորամասի հրամանատարի կողմից եւ մասնակցում է ամբողջ զորամասի անձնակազմը։ Այսօր զորամասում անցկացվեց անվտանգության օր, որը հարուստ էր իր ծրագրերով։ Ամենից գրավիչը ռազմաբժշկության կենտրոնն էր, որտեղ ես նորացրեցի իմ գիտելիքները։ Ընդհանրապես անվտանգության մասին տարատեսակ դասընթացները ավելի օգտակար են զինծառայողների համար, քանի որ միշտ օգնում են նրանց ճիշտ վարվել իրենց աշխատանքում, ճիշտ գործողություններ կատարել, չսխալվել, հեռու մնալու համար անցանկալի երևույթներից եւ վտանգավոր իրերից։ Բարեկների ուղեկցությամբ հրշեջ փրկարարները մուտք են գործում ստորաբաժանման տարածք, մարելու բուժկետում առաջացած պայմանական հրդեհը, խուճապի մատնվել պետք չէ, հայտարարված տագնապը եւս ուսումնական է։ Փրկարարները զինծառայողներին սովորեցնում են, թե քայլերի ինչ հաջորդականությամբ պետք է մարել հրդեհի օջախներն ու անվտանգ տարհանել շենքում գտնվող անձնակազմին։ Մենք փրկարար ծառայության աշխատակիցներս իրականացրեցինք խաղարկման ընթացքում պետք է հրշեջները իրականացնեն հրդեհաշիժման աշխատանքներ, միաժամանակ բուժկետի երկրորդ կամ երրորդ հարկից տարահանեն տուժածներին, որի արդյունքում փրկարար ծառայողները տուժածին իջեցրեցին, հանձնեցին բժշկական ծառայությանը եւ մյուս ջոկը իրականացրեց հրդեհաշիժման աշխատանքներ։ Այն վարժանքներից է, որը ոչ միայն ռազմական բնույթի մեջ է օգտակար, այլ նաեւ քաղաքացիական կյանքում։ Միջոցառումն ամփոփվեց ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողների հետ հանդիպմամբ։ Հարց-պատասխան ձևաչափով զինծառայողները ստացան ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հարցերի պատասխանները։ Հրամանատարական կազմն ու զինծառայողները վստահ են, նման միջոցառումները չափազանց արդյունավետ են, օգնում են տեղեկացված լինել ու ծառայողական պարտականությունները կատարելիս բացառել վտանգավոր գործոնների ազդեցությունը, չէ՞ որ եթե տեղեկացված ես, ապա նաև պաշտպանված ես։ Ստամբուլում հունիսի 2-ին կայացած ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի եւ Կիևի պատվիրակությունները փոխանակել են հակամարտության խաղաղ կարգավորման հուշագրերը։ Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ ռուսական փաստաթուղթը բաղկացած է 2 մասից՝ ինչպես հասնել երկարաժամկետ խաղաղության եւ ինչ քայլեր են անհրաժեշտ ամբողջական հրադադարի համար։ Ուկրաինական հուշագրի բովանդակության մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։ Ավելի ուշ երեկոյան պետական 10 գործակալությունը հրապարակեց հուշագրի տեքստը։ Հարկ է նշել, որ փաստաթղթում տեղ են գտել պահանջներ, որոնց մասին Մոսկվան բազմիցս բարձրաձայնել է։ Օրինակ, Ուկրաինան պետք է հրաժարվի ռազմական դաշինքներին եւ կոալիցիաներին անդամակցելու մտադրությունից, ունենա չեզոք եւ ոչ միջուկային կարգավիճակ։
Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը պետք է ճանաչվեն Ռուսաստանի Դաշնության կազմում։ Ուկրաինական ուժերը պետք է դուրս բերվեն այդ տարածքներից։ Երրորդ պետությունները չեն կարող ռազմական գործունեություն իրականացնել եւ ուժեր տեղակայել Ուկրաինայում։ Հարկավոր է սահմանել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի առավելագույն թվաքանակ եւ թույլատրելի կազմ։ Ռուս եւ ռուսախոս բնակչության իրավունքները, ազատությունները եւ շահերը պետք է երաշխավորվեն։ Ռուսաց լեզուն ստանա պաշտոնական կարգավիճակ։ Նացիզմի եւ նեոնացիզմի գովաբանումը եւ քարոզչությունը պետք է արգելվեն օրենքով։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գործող տնտեսական պատժամիջոցները եւ սահմանափակումները պետք է վերացվեն։ Ըստ ռուսական հուշագրի կողմերը պետք է հրաժարվեն ռազմական գործողությունների ժամանակ պատճառված վնասի հարցով փոխադարձ պահանջներից, աստիճանաբար վերականգնեն դիվանագիտական, ենթակառուցվածքային եւ տնտեսական հարաբերությունները, այդ թվում գազի տարանցումը։ Նաեւ Մոսկվան պահանջում է Կիևից դադարեցնել զորահավաքը եւ հրաժարվել օտարերկրյա ռազմական մատակարարումներից եւ աջակցությունից։ Առաջարկվում է ստեղծել հրադադարի ռեժիմի մոնիթորինգի եւ վերահսկողության երկկողմ կենտրոն, փոխադարձաբար համաներում շնորհել քաղբանտարկյալներին եւ ազատ արձակել կալանավորված քաղաքացիական անձանց, չեղարկել Ուկրաինայում ռազմական դրությունը, Ուկրաինայի նախագահի եւ Գերագույն Ռադայի ընտրություններ հայտարարել։ Ռուսական կողմն առաջարկում է առավելագույնը երրորդյա զինադադար սահմանել մարտի դաշտից զոհվածների մարմինները դուրս բերելու համար, ինչպես նաև Ուկրաինային փոխանցել 6000 զինծառայողի մարմին։ Ըստ Մոսկվայի, Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման պահից կհաստատվի 30-օրյա հրադադար։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռ մանրամասն չի ծանոթացել Ստամբուլում Կիևին պաշտոնապես փոխանցված հուշագրի տեքստին, սակայն կարծես թե այն ավելի շատ վերջնագրեր, քան լուրջ առաջարկներ է պարունակում, մտահոգություն է հայտնել նա։ Ուկրաինայի նախագահը քննադատել է 2-ից 3 օրով տեղային հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը։ Նրանք պատրաստ են զինադադարի զոհվածների մարմինները հավաքելու համար, կարծում եմ նրանք հիմարներ են։ Զինադադարն իրականում պետք է որ նոր զոհեր չլինեն։ Հրամանատարներն արդեն այսպես թե այնպես փոխանակում են զինվորների մարմինները։ Մոսկվան ուղղակի փորձում է դիվանագիտության իմիտացիա ստեղծել ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար։ Նա աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահի գաղափարին քառակողմ հանդիպում անցկացնել Զելենսկի, Պուտին, Թրամփ, Էրդողան մակարդակով։ Դոնալդ Թրամփը եւս պատրաստ է մասնակցել Թուրքիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպմանը, սակայն հարկավոր է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամություն հայտնեն Վլադիմիր Պուտինը եւ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել են Վաշինգտոնից։ Սպիտակ տան խոսնակը շեշտել է, ամերիկյան կողմի դիրքորոշումը հստակ է, պատերազմը պետք է դադարեցվի։ Մինչ այդ Ռուսաստանը հարվածել է Օդեսային, Սումիին եւ Խարկովին, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր եւ վիրավորներ։ Խերսոնում եւ Զապորոժիեում 600,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ուկրաինական ուժերն էլ անօդաչուներով հարվածել են Դաշնության տարածքին։ Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Գիտությունը կարող է նաև գունեղ եւ զվարճալի լինել։ Իրենց հասակակիցներին քիմիայի եւ ֆիզիկայի գրավչությունն են ներկայացնում Հայաստանի շուրջ 25 դպրոցում գործող պատանի հետազոտողների ակումբների աշակերտները։ Գավառում գիտական պիկնիկ է անցկացվում։ Քանի որ գիտությունը լի է հրաշքներով, մենք կարող ենք այդ հրաշքները ապացուցել սովորական տնային փորձերով, որոնցից է մեր տաղավարի ներկայացված ցանկացած փորձը։ Մենք ունենք նաև քիմիական եւ ֆիզիկական փորձեր։ Քիմիական փորձերում մենք հիմնականում օգտագործում ենք բնական հայտնանյութեր, որի շնորհիվ կարող ենք տանը որոշել, թե հիմնային նիշավերը թե թթվային։ Դա կարող է տան շատ բեմներում օգտակար լինի։ Ֆիզիկական փորձերը ուղղակի գեղեցիկ փորձեր են։ Երբ փոքր ենք, կարծում ենք, թե գիտությունը միայն գրքերում է լինում, բարդ բառերով ու լաբորատոր փորձերով, բայց այսօր մենք տեսնում ենք, որ գիտությունը կարող է լինել մեր առօրյայի մի մասը։ Պատանի հետազոտողների ակումբ ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն 4 տարի եւ նպատակ ունի բարձրացնելու գիտության նկատմամբ դպրոցականների հետաքրքրությունը հետազոտությունների եւ գիտափորձերի միջոցով։ Ծրագիրը եւ դրա բաղադրիչ մաս կազմող գիտական պիկնիկն իրականացնում է Չինիշյան հիշատակի հիմնադրամը, Լեհաստանի Կոպերնիկ գիտական կենտրոնի եւ Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է կրթության արդիականացմանը, ուսուցիչների եւ աշակերտների ներգրավմամբ։ Յուրաքանչյուրը գիտի, որ գիտությունը կարևոր է, բայց այն չի սահմանափակվում միայն դպրոցում, տեսական դասերով։ Գիտությունը բնությունը բացահայտելու եւ դրանից հաճույք ստանալու միջոց է։ Նայեք այս երիտասարդներին, նրանք խելացի են եւ երջանիկ։ Հենց սա է արդի կրթությունը։ Հուսով ենք նաեւ ապագայում ընդլայնել ծրագիրը եւ սա առաջին մեր գիտական
պիկնիկն է բացօթի, ամինչ այդ մենք ունեցել ենք փակ տարածքում, սա առաջինն է եւ որոշել ենք որ անենք գավառում, որպեսզի այն նաեւ տարածում ստանա մարզերում։ Տեղակ եմ, որ Լեհաստանում ամեն տարի ամռանը իրականացնում են գիտական պիկնիկներ եւ երիտասարդները, անգամ երեխաները շատ հետաքրքրված են եւ շատ ուրախ եմ, որ նաեւ Հայաստանում են սկսել այսպիսի միջոցառումներ իրականացնել, քանի որ երիտասարդության եւ երեխաների շրջանում բարձրանում է հետաքրքրվածությունը եւ զարգացվածության աշճանը։ Գիտական պիկնիկն ուղեկցվում է տոնակատարությամբ, ավանդական երգ ու պարով, իսկ գիտական այս միջոցառումից որպես հիշատակ Գավառի համար 4 հիմնական դպրոցի բակում մնալու են կազմակերպիչների եւ մասնակիցների տնկած ծառերը։ Նոր Առաջաձորի լճի բոլոր հարմար հատվածներում ձկնորսներ են։ Հավաքվել են մասնակցելու մրցույթի Հայ կազմակերպչյանը, որ փորձառու որսորդ է, պնդում է, ձեռքերը չեն հերիքի բռնած ձկների չափսը ցույց տալու համար։ Կասես, Յուլիս են կապոտը նյանտեած քաշք տված տարած։ Հաստատ։ Ու դե ասում արակ սիկետան հանած եկել, այսա, լանդի կաս։ Լոքո ձուկը։ Մինա կոլո խաշլեմա եկտերա 30 զորավ կլավոտում կարում չկրա։ Ձուկը բռնողի աչքին հնարավոր է, որ մեծ երևա, բայց այսօր ձկները կշռվելու են, գրանցվեն ու բաց թողնվեն լիճ, քանի որ ձվադրման շրջան է, ասում է Սյունիքյան ձկնորսական առաջին հավաքի կազմակերպիչը։ Այս ակցիան նաև մարզի ձկնորսական վայրերում եղած խնդիրները քննարկելու համար է, բացատրում է Արման Հակոբյանը։ Լճերի պակաս Սյունիքը չունի։ Բացի Նոր Առաջաձորից Սյունիքում կարելի է գեղի բռնել, Դորոսի ջրամբարում, շատ տեղեր կա։ Եթե այս ամեն ինչը բարեհաջող ավարտվավ, մենք մեր թիմը ձևավորվեցինք տարբեր տեղեր Հայաստանի Հանրապետությունում մենք մրցումների մասնակցելու ենք։ Ամենամեծ խնդիրը որսագողերն են, որոնց միակ նպատակը մեծաքանակ ձուկ վաճառելն է։ Այս ակցիայի շրջանակում հավաքված միջոցներն ուղղվում են լճերում պաշարների վերականգնմանը։ Երբ որ հոսանք են գցում իրենք, ասենք ջրի մեջ, 2-3 ձկան համար իրանք սպանելու են մինիմում մոտավորապես մի 2-3 հարյուր, որից ասենք այն պստիկները, մեկ էլ ասենք այն որը որ իրանք որ պետք է վեկան։ Վնաս են տալի ամբողջ գետին։ Հաջորդ անգամ որ դու պետք է հնդե ձուկ որսաս չես կարողանալ։ Ես էկոպարեկներին խնդրել եմ, էլի խնդրում եմ, հետևողական կանոնն։ Ձկնորսությունը տարիքային սահմանափակում չունի, ասում են տարեց ձկնորսները։ Նրանց խոսքերը հաստատում է 14-ամյա Մարատը։ Առաջի անգամ ձկնորսության գնացել եմ գետում եմ բռնել, իմ վաճական գետում, ձուկ եմ բռնել ու տենց սկսել եմ արդեն ձկնորսություն անելը։ Քանի տարեկան էիր այդ ժամանակ։ Այդ ժամանակ մոտ 7-8 այդ տարեկից սկսել եմ ձկնորսություն անելը։ Ձկնորսությունը եւս մոդեռնիզացվում ու թվայնացվում է։ Երիտասարդ ձկնորսները գումար չեն խնայում, նորագույն սարքավորումներն էլ հեշտացնում են գործը։ Այլևս կարթին ուշադիր նայելու կարիք չկա։ Երբ ձուկը դիպչում է կեռիկին, սարքն ազդանշան է տալիս։ Արտարոց բան չկա, նոր տեխնոլոգիաները առաջվա զանգերի փոխարեն արդեն էլեկտրական զանգեր աշխատում ստա։ Այն նավակն է։ Նավակն է կերակրման համար նավակը, որպեսզի ձուկը հավաքվի ինչ-որ կոնկրետ տեղ, նավակով կերակրում եք ու հավաքվի նման վայրերում։ Նախատեսված էին մեդալներ, պատվոգրեր ու մրցանակներ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար։ Հաղթողը Գեգամ Հայրապետյանն էր։ Ակցիան հնարավոր է դարձել իրականացնել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ազգային ժողովի падգամավոր Դավիթ Դանիելյանի եւ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի աջակցությամբ։ Դե ես իմ երեխեքի համար շատ զգուշ եմ, ամեն րոպե մենակ չեմ թողում, թեկուզ հայատը խաղալուց։ Բայց այդ լուրերից հետո ավելի շատ, թե միշտ։ Միշտ տենց ենք եղել, բայց լուրերից հետո ավելի շատ։ Արդեն տևական ժամանակ է տեղեկություններ են տարածվում, թե այս կամ այն բնակավայրում փորձել են երեխա առևանգել։ Լուրերը սոցիալական ցանցերի մի խմբից մյուսն են անցնում, մտնում տներ ու կրթական հաստատություններ։ Հրազդան քաղաքում էլ նման փորձի մասին են խոսում։ Ըստ այդմ, երրորդ դասարանցի մի աղջիկա անհայտ անձը խաբեությամբ ուզել է մեքենա նստեցնել, բայց նա փախել է։ Մեզ հետ զրուցած հրազդանցիների մեծ մասն ասում էր լսել է այդ մասին, ու հիմա էլ ավելի ուշադիր են երեխաների նկատմամբ։ Լսել եք, ուշը մի կդից լսել եմ, թե ուշ
Ոչ տեսել եմ ոչ էլ։ Ես եմ իմ երեխեքի հետ, երկու թոռումն եմ, այսպես գրկում նստում եմ։ Դրանից հետո վախ առաջացել։ Վախ առաջացել։ Մենք Ղարաբաղից եմ եկել։ Այդտեղ իմ երեխեքի հետ եմ։ Ղարաբաղում եմ այդտեղ։ Մտածում եք այդ լուրերը ճիշտ է, թե ամեն դեպքում չեք հավատում։ Հավատում, ոչ եմ հավատում։ Անպայման պետք է ուշադիր լինենք։ Ճիշտ է, մենք երեխա չունենք, փոքր տունեն, ղափանեն, բայց ես իրանցն եմ ասում։ Ամեն դեպքում զգուշ եղեք։ Ոստիկանությունը նախորդ 1 ամսում տասնյակի չափ նման տեղեկություններ է ստացել։ Որոշ դեպքերում ծնողներից ավելի հաճախ այլ աղբյուրներից ու չեն սպասել ծնողների դիմելուն։ Այստեղ վստահեցնում են բոլոր տեղեկությունները ստուգում են մանրակրկիտ, անկախ նրանից դա իրենց որքանով է հավանական կամ անհավանական թվում։ Դեռևս հաստատված որևիցե նման փաստ չունենք առևանգման հետ կապված։ Չկա։ Առևանգում չկա։ Ոչ։ Փորձ էլ չունենք, առևանգման փորձի վերաբերյալ էլ չունենք հաստատված փաստ։ Ոստիկանությունում մի օրինաչափություն են նկատել, որ հանրային հնչեղություն ստացած իրադարձություններից ու զգայուն թեմաներից հետո ակտիվանում են դրանց նմանությամբ դեպքերի մասին տեղեկությունները։ Երեխաներ առևանգելու լուրերն էլ լայնորեն սկսել են շրջանառվել Մարմարիկ գյուղում 2 տարեկան տղայի անհետանալուց հետո, որի մարմինը որոշ ժամանակ անց գտնվեց գետում։ Ես տեղերը չեմ նշի, որովհետեւ շատ չանհատականացնեմ մարդկանց մասով, ունեցել ենք դեպքեր, երբ որ ասենք օրինակ առաքիչը կոնֆետա տվել երեխաներին, դրանից հետո տեղեկատվությունը այնպես է տարածվել, որ բանը երեխաներին թմրամիջոց են տվել, առևանգելու փորձ են կատարել եւ մասսայական երեխաները հիվանդանոցում են հայտնվել։ Իհարկե մենք նմանատիպ դեպքերում առաջինը պարզում ենք հիվանդանոցում հայտնված երեխաներ կան թե չէ, իհարկե չեն եղել։ Ոստիկանությունն այս դեպքում պարզել է, որ իր երթուղով ընթացող առաքիչը կանգ է առել սուրճ խմելու, ու քանի որ դա եղել է դպրոցի մոտակայքում, ինքն էլ քաղցրավենիք առաքելիս է եղել, հյուրասիրել է երեխաներին։ Հետո երբ որ առաքիչի հետ աշխատեցինք, ասաց կներեք այլևս կոնֆետ չեմ տա երեխաներին։ Բայց լրիվ ուրիշ ֆոն, այսինքն որոշակի այդպիսի թեթև հիմք հնարավոր է լինի, բայց հետագա զարգացումը դեֆորմացում է ինֆորմացիայի մի քանի ձեռք անցնելով, մի քանի մարդկանց միջոցով անցնելով, տարածվելով մի լրիվ այլ իրականություն է ստեղծում։ Էդգար Պետրոսյանը չի կարծում, թե ինչ որ մարդիկ միտումնավոր փորձում են երեխա առևանգելուն նմանվող իրավիճակներ ստեղծել, խոճապ տարածելու։ Կարծում եմ քիչ հավանական է, հնարավոր է որոշ, չգիտեմ, լրատվականներ որոշ մի այլ ձևով մեկնաբանեն, մի փոքր այլ ձև տարածեն, տարբեր շարժառիթներից լինելով, ես չեմ կարող ասել ինչու, բայց եղել է նույնիսկ դեպքեր, որ լրագրողի ենք հրավիրել եւ հետագայում նա 2 դեպք ունենք, որ ասել են կներեք, գիտեք, աղբյուրը իրական չէ, չեմ կարող ասել։ Լավագույն դեպքում։ Ոստիկանությանը հայտնի դարձած տեղեկությունների ընդհանրություններից մեկն այն է, որ դրանք նախ տարածվել են ծնողների օնլայն խմբերում, մյուսն էլ, որ երեխաների պատմածներն են հաճախ նման։ Նրանք նախ ասել են, որ փորձել են իրենց առևանգել, ծնողներն էլ դրանում համոզված են եղել, բայց հետագայում խոստովանել են, որ դպրոցից ուշ են տուն վերադարձել ու ստիպված են եղել որևէ պատճառաբանություն ներկայացնել։ Այսինքն երեխան ծնողների քննադատությունից վախենալով ինչ-որ բան հորիներ ասել, որովհետև դա միայն երեխայի ասածով մենք չենք հեմում, այսինքն մոտակա տեսախցիկների ուսումնասիրությունն էլ նույն բանը ցույց տվեց, որ այդտեղ այդ ժամին որևիցե նման դեպք տեղի չի ունեցել։ Պետրոսյանը վստահեցնում է նույնիսկ այն հատվածներում, որտեղ տեսախցիկ չկա, մեքենաների շարժը ստուգվում ու նույնականացվում է հարակից այլ տարածքների ուսումնասիրությամբ։ Ոստիկանությունում կարծում են երեխաներին պետք է ծանոթացնել անվտանգության կանոններին, վտանգավոր թվացող իրավիճակներում չլռել ու չթաքնվել, այլ աղմուկ բարձրացնել, փորձել փախչել, անծանոթ մարդկանց հետ վերելակ չմտնել եւ այլն։ Բայց վախի մեջ ապրելն ու երեխայի նկատմամբ խիստ սահմանափակումներ կիրառելը տեղին չեն համարում։ Նաև հորդորում են կասկածելի դեպքերի վերաբերյալ անպայման դիմել ոստիկանություն, անկախ թե տեղեկությունները որքանով իրական կլինեն։ Դա անել սոցիալական ցանցերում քննարկելու փոխարեն, որ ժամանակի կորուստ չլինի ու հետևաբար ապացույցներ գտնելն էլ չբարթանա։ Հայրերի եւ որդիների այսպես ասած կոնֆլիկտի մասին բազմաթիվ պատմություններ կան, բայց սա այդ դեպքը չէ։ Կյանքում ոչ միայն բախվում, այլև համախմբվում են հայրերն ու որդիները։ Հենց այսպես եղավ նաեւ Նշան Ենոքյանի դեպքում։ Ենոքյանների կրտսեր որդին, հետևելով հորն ու ավագ եղբորը 2021 թվականին համալրեց ոստիկանության շարքերը։ Մաման դեմ էր, ասում էր տղա ջան, papan 20 տարի աշխատել է,
գնում է տուն չի գալիս, կարող համար դժվար լինի, մի գնա ուրիշ մասնագիտություն, ասում է չէ, մամ ջան, հայրս շատ ուրախ էր, որ իր մասնագիտությունը էլի ես ընտրեցի, հայրս 20 տարի աշխատել է ոստիկանության ոլորտում, եղբայրս 12 թվականից է աշխատում։ Նշանը Արարատի մարզի Շահումյան գյուղից է, ասում է դեռ մանկուց էր որոշել ոստիկան է դառնալու։ Շենգավիթի պահպանության բաժնում ծառայությանը հեշտ է հարմարվել, հոր խորհուրդներն են օգնել, հատկապես այս մեկը։ Ոստիկանության ոլորտում պետք է լինես կարգապահ ոստիկան։ Նշան Ենոքյանի ծառայական բնութագրում գրված է՝ բանիմաց, պատասխանատու, պարտաճանաչ ու այսպես շարունակ։ Հարցին իսկապես կարգապահ ու պարտաճանաչ ծառայող եք, անվրդով պատասխանում է. Ես միշտ մի ժամ շուտ եմ լինում աշխատանքիս վայրում, որ երբեք չուշանամ։ Ինչպիսին պետք է լինի ոստիկանը, չի ուշանում հաջորդ հարցը։ Ոստիկանը պետք է լինի համբերատար, լինի զգոն եւ ուշադիր իր աշխատանքի մեջ։ 2024 թվականին Սերժանտ Ենոքյանը բացահայտել է թմրամիջոց պահելու, իրացնելու եւ օգտագործելու զենք զինամթերքի հայտնաբերման գողության կանխման ընդհանուր 2 տասնյակ դեպք։ Հենց մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար էլ դարձել է 2024 թվականի պետական պահպանության գլխավոր վարչության լավագույն ոստիկանը։ Հայրս շատ էր ուրախացել, որովհետեւ ոնց որ ինքը որ 20 տարի համակարգում աշխատել է ու տեսնում է իր որդին դարձել է լավագույն ոստիկան Հայաստանի Հանրապետությունում, շատ էր ուրախացել դրանից։ Ասում է լավագույնի կոչմանը արժանանալը եւ հպարտությունը եւ պատասխանատվություն եւ ավելիին ձգտելու շարժառիթ։ Վստահ է, Ենոքյանների ապագա սերունդներն էլ շարունակելու են ոստիկանի բարդ, բայց պատվաբեր գործը։ Գյումրու համայնքապետարանի մարմնամարզության մարզաձևերի մարզադպրոցում անցկացվեց սպորտային ակրոբատիկայի քաղաքային բաց առաջնության մրցումները։ Դրանց մասնակցում էին մարզադպրոցի սաները, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության Բաթումի եւ Քութայիսի քաղաքների հավաքական թիմերը, թվով 70 մարզիկ մարզուհիներով։ Մրցումներն անցկացվել են 2 օր, այն իր բնույթով նաև վարկանիշային էր։ Մրցումներին մասնակցում էին 10-ից մինչև 19 տարեկան տղաներ եւ աղջիկներ, աղջիկների եռյակ, աղջիկների եւ տղաների զույգեր, տղաների քարյակ եւ խառը զույգեր։